ես ընտրապայքարը սկսելու իմ առաջի հարցազրույցում ասել եմ հստակ, որ եթե քաղաքացիական պայմանագիրը հասավ հաջողության, հաջորդը անմիջապես լինելու է գրողը դեպի մայրաթոր եւ կարծես թե Նիկոլ Փաշինյանը դա ընտրությունների հաջորդող առավոտյան հենց ինքը փաստեց, հենց ինքը Facebook-յան գրառման միջոցով ասեց, որ մենք նոր լիցքեր ստացանք հայ առաքելական եկեղեցու դեմ մեր պայքարը շարունակելու համար։ Բայց դուք ինչպես կմեկնաբանեք փաստը, որ այդ նոր լիցքերը ստեղծան նկատի Այո, ինքը նոր լիցք ստեղծան դուք եւ քաղաքացիական պայմանագրի թեկնածուն ու աշխատում ստացել եք նույն ձայները։ Այսինքն սա ինչպես է նոր լիցք, այդ դեպքում եթե ինչ-որ բան նախաձեռնի իշխող ուժը եկեղեցու հետ կապված, դուք ձեր ընտրողներով ինչպես կարգավորեք այդ գործողություններին, որովհետև նույն վստահության նույն գրեթե բանը ունեք, Էջմիածին։ Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ հայ առաքելական եկեղեցու կողքին ենք, հիմա էլ շարունակում ենք հայտարարել, որ հայ առաքելական եկեղեցու կողքին ենք։ Տեսնենք process-ները ինչպես կզարգանա, մենք նախորդ դեպքերում մեր անհամաձայնությունն ենք հայտնել հրապարակային իրենց գործողությունների դեպի մայրաթորը, հիմա էլ ենք հայտնում, ընթացքում երևի արդեն ցույց կտա, ամեն դեպքում իմ մտավախությունները արդարացվեց, որ եթե իրենք հասնեն հաջողության, հաջորդը լինելու է դա եւ այն մտավախությունը, որ շատ վաղաշապացիներ, նաեւ խոյեցիներ դարձան պարզապես գործիք Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերը սպասարկելու համար, որի համար շատ ցավում եմ, մենք շատ խոսեցինք դրա մասին, շատերի հետ փորձեցինք զրուցել, ասել, որ մի ներգրավեք, որովհետեւ դուք դա ձեզ համար չեք անում, դուք ծառայում եք չարին, դուք ձեր մեկ ձայնով պարզապես ջուր եք տեսնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին իր հրեշավոր ծրագրերին։